Ողջույն սիրելի ֆուտբոլասեր ընկերներ, մեր YouTube-յան ալիքի եթերում կրկին ֆուտբոլ է ու կրկին Winter Cup-ի հերթական տուրն է անցկացվում 7-րդ տուրի հանդիպում է սա Ինտերը կմրցի Տոթենհեմի դեմ, թիմերը խաղադաշտում են, եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարություններին։ Սկսենք Տոթենհեմից դարպասը պաշտպանում է Կարեն Նիկողոսյանը համար 1, Գոր Բադալյան համար 4, Տիգրան Հակոբյան համար 5, Ալեքսանդր Սարգսյան համար 6, Արտուր Թադևոսյան համար 7, Արամ Եսայան համար 9, Իշխան Եղիազարյան համար 11, Սեմյոն Մուրադյան համար 14, Նարեկ Գրիգորյան համար 22 եւ Հենրիկ Սողոմոնյան համար 66։ Ինտերի դարպասը պաշտպանում է Մինաս Ղազարյանը համար 1, Սարգիս Աբրահամյան համար 4, Արման Տեր-Խաչատրյան համար 5, Մհեր Դավթյան համար 6, Կարեն Պողոսյան համար 7, Արման Նավասարդյան համար 10, Սասուն Զորաբյան համար 11, Գևորգ Վարդանյան համար 17, Արամ Նալթակյան համար 22 եւ Ռուբեն Մանուկյան համար 90։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպման մեկտարկի համար, քիչ անց կտրվի մրցավարի մեկտարկային սուլիչը, որից հետո իսկապես մեզ շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում այս 50 րոպեների ընթացքում։ Հիշեցնեմ, որ սա 7-րդ տուրի հանդիպումն է, որտեղ թիմերը արդեն այլևս սայթակելու իրավունք չունեն, քիչ անց նաեւ կծանոթացնեմ մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակը, որտեղ իհարկե շատ հետաքրքիր պատկեր է ձևավորվել եւ որից հետո արդեն ավելի պարզ կդառնա թիմերի իրավիճակը ցանկացած այս խաղի արդյունքի հետ կապված ինչպիսին կլինի հետագայում։ Կա մրցավարի սուլիչում մեկտարկած է հանդիպումը, հիմա գնդակի Ինտերի ֆուտբոլիստները հանձնեցին Տոթենհեմին, թիմը փորձում է արդեն սկսել իր առաջին գրոհը, հիմա ձախ եզրով շարժվում է առաջ Սողոմոնյանը եւ այստեղ ես կնետեմ հիմա Տոթենհեմի ֆուտբոլիստները։ Կա փոխանցում, բայց այստեղ արդեն գնդակը բաժին հասավ Ինտերի ֆուտբոլիստ Մանուկյանին, հիմա նորից Մանուկյանն է գնդակով եւ այդ փոխանցում դեպի դարպասապահ Ղազարյանը մրցաշարային աղյուսակում պատկերը հետեւյալն է, այս պահին Ատլետիկո Երևանը 6 անցկացած հանդիպումից հետո ունի վաստակած իր ակտիվում 16 միավոր ու գլխավորում է մրցաշարային աղյուսակով։ Վիլյարեալը ունի նույնքան միավոր, բայց անց է կացրել 7 հանդիպում։ Եվ այս պահին մրցաշարային աղյուսակում գտնվում է 3-րդ հորիզոնականում, հիմա գրոհի անցել Ինտերը Դավթյանն է գնդակով։ Գեղեցիկ գործեց, այստեղ կատարեց փոխանցում, բայց գնդակը արդեն դուրս է եկել դաշտի սահմաններից ու հարված կլինի Տոթենհեմի դարպասից։ Գլադբախը ունի 7 անցկացած հանդիպումից հետո 15 միավոր ու գտնվում է 3-րդ հորիզոնականում, Արաքսն էլ 13 միավորով եզրափակում է լավագույն քառյակը։ Իսկ այս թիմերը Ինտերը այս պահին օրինակ 12 միավորով 6 անցկացած հանդիպումից հետո 7-րդ հորիզոնականում է գտնվում, իսկ Տոթենհեմը 6 միավորով 13-րդ հորիզոնականում է այս պահին, որն է հետաքրքիր Ինտերը հաղթանակ տանելու դեպքում առնվազն 3 միավորով վաստակելու դեպքում միանգամից մեծ քայլ կկատարի դեպի 3-րդ հորիզոնականում գտնվող Գլադբախը ու կհավասարվի նրան միավորների տեսանկյունից։ Իսկ հա Տոթենհեմը այսօր հաղթանակի հասնելու դեպքում նույնպես մրցաշարային աղյուսակում միանգամից վեր կբարձրանա 3 հորիզոնականով ու կհավասարվի Սելտային, այնպես որ շատ հետաքրքիր պատկեր է իսկապես ձևավորվել մրցաշարային աղյուսակում։ Հիմա գրոհի անցել Տոթենհեմը, բայց այստեղ կար խաղի կանոնների խախտում Թադևոսյանի դեմ պայքարումը, ստանդարտ արագ խաղարկում են Տոթենհեմի ֆուտբոլիստները, լավ փոխանցում է դեպի ձախ եզր։ Տեսնենք այս գրոհը ինչ կտա Տոթենհեմին, բայց այստեղ կար խաղի կանոնների խախտում, այո, Սեմյոն Մուրադյանի դեմ պայքարում ու ստանդարտ հիմա կիրացնի Տոթենհեմը շատ վտանգավոր դիրքում։ Հենց Մուրադյանն էլ տեղադրում է գնդակը։ Ու տեսնենք այս ստանդարտ ինչ կտա Տոթենհեմին, կա մրցավարի սուլիչը Սեմյոն Մուրադյան միանգամից հարված հետևեց, բայց այստեղ պատկացված ֆուտբոլիստին դիպավ գնդակ ու դուրս եկավ դաշտի սահմաններից, անկյունային կիրացնի հիմա Տոթենհեմը։ Սողոմոնյանն է գնդակի մոտ։ Կա փոխանցումը, բայց այստեղ նորից առաջինը գնդակին արձագանքեցին Ինտերի պաշտպանները, Տեր-Խաչատրյանն է այստեղ։
Գնդակ ուղարկեց առաջ ու հիմա լավ գրոյի կարող է հասնել Ինտերը։ Դավթյանն է շարժվում առաջ, տեսնենք աչ եզրով Դավթյանը հերվից հարված, բայց բարձր ստացվեց այստեղ Դավթյանի կատարած հարվածը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Հարված կլինի Կարեն Նիկողոսյանի պաշտպանած դարպասից, այո, իսկապես նախորդ տուրում թիմերը շատ հետաքրքիր հանդիպումներ անցկացրեցին, էլ ավելի խելայեղ հանդիպում ստացվեց Ինտերի մասնակցությամբ, ով զիջում էր գործող չեմպիոն Վիլյարեալին 1-0 հաշվով, բայց կարողացավ վերադառնալ խաղ Նավասարդյան, հիմա էլ Նավասարդյանը կարող էր դիպուկ գտնվել, բայց նրա կատարած հարվածն էլ բարձր ստացվեց ու արագորեն Թոթենհեմը սկսում է խորքից, այո, պարտվում էր Վիլյարեալին 1-0 հաշվով Ինտերը նախորդ տուրում, բայց իրենց մեջ ուժ գտան հենց հանդիպան մեկտակում իսկապես ավարտանը բացեց հանդիպան հաշիվը Վիլյարեալի կազմում, հետո արդեն Ինտերի ֆուտբոլիստները կարողացան կամային գերհատկանիշներ ցուցաբերել ու 4 գնդակ հեղինակել եւ գնալ ընդմիջման 4-1 հաշվով, հետո երկրորդ խաղակեսում արդեն Վիլյարեալը ընդամենը կարողացավ 2 գնդակ ետ բերել ու ընդհանուր հաշվով 4-3 զիջեց Ինտերն, իսկապես շատ հետաքրքիր պայքար ընթացավ խաղադաշտում։ Այսօր Ինտերն ունի կազմում իհարկե գլխավոր ֆուտբոլիստի բացակայություն, Մարկ Պողոսյանը բացակայում է այսօր թիմի կազմում, իհարկե Վիլյարեալի դեմ խաղի հերոսը, ով այդ խաղում խփեց Ինտերի 4 գնդակներից 3-ը, բայց Ինտերը իհարկե կփորձի առանց Պողոսյանի այսօր հեռանալ խաղադաշտից 3 միավորով, Թոթենհեմը նույնպես իհարկե փորձելու է հաղթանակ տանել այսօր ու մրցաշարային աղյուսակում վեր բարձրանալ, այնպես որ հիմա Թադևոսյանի անցումն ենք տեսնում, կա հարված, բայց այստեղ մի փոքր թույլ ստացվեց Արտուր Թադևոսյանի կատարած հարված ու Ղազարյանը հեռացեց գնդակը, եւս մեկ անկյունային կհետևի Ինտերի դարպասի ուղղությամբ։ Տեսնենք, բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակում Մինաս Ղազարյանը նորից հեռացնում է գնդակից, Դավթյանն էլ որքան հնարավոր է հեռու ուղարկեց, զերծ պահելով վտանգից Ինտերի դարպասը տանող, խորքից սկսում է Թոթենհեմը, սխալվեց դարպասապահ Արման Նավասարդյան, իսկ Նավասարդյանը նմանատիպ իրավիճակների չի վրիպում 1-0, Ինտերը առաջինն է հասնում հաջողության այս խաղում։ Արման Նավասարդյան 1-0 Ինտերը բացում է հանդիպան հաշիվը, իսկապես այստեղ սխալ փոխանցում հետևեց Թոթենհեմի դարպասապահ Կարեն Նիկողոսյանի կողմից ու Նավասարդյանը օգտվեց իրեն իսկ ընձեռնված հնարավորությունից, առանց մի վայրկյան մտածելու միանգամից հարված կատարեց դարպասի ուղղությամբ ու գրավեց Թոթենհեմի դարպասը։ Հիմա կար այստեղ խաղի կանոնների խախտում Սողոմոնյանի դեմ պայքարում ու նորից ստանդարտ կիրացնեն Թոթենհեմի ֆուտբոլիստները։ Կրկին Մուրադյանն է գնդակի մոտ, հիմա ստանդարտ իրացնելու համար ու տեսնենք այս ստանդարտի խաղարկումը ինչ կտա Թոթենհեմին, իհարկե ստանդարտները մեծ հնարավորություն են թիմերի համար հաջողության հասնելու, կա մրցավարի Սուլիչը Մուրադյան պտտեցեց գնդակը դեպի հեռավոր անկյունը, բայց բարձր ընթացավ այստեղ Մուրադյանի կատարած հարվածը ու նորից Ինտերը սկսում է խորքից Վարդանյան ուղարկեց գնդակը Զոհրաբյանին, կրկին Վարդանյան ու շարժվում է առաջ Գևորգ Վարդանյանը գնդակով, արգելակեց այստեղ Զոհրաբյան, լավ նկատեց Նավասարդյանի Զոհրաբյանը, Նալթակյան վտանգավորը կա փոխացում Դավթյան ու հիմա շատ նպաստավոր դիրքից վրիպում է Ինտերի 6 համարը, ամեն ինչ իդեալական արեցին այստեղ Ինտերի ֆուտբոլիստները, Նավասարդյանը թիկունքով էր դեպի Թոթենհեմի դարպասը չարվածեց, ուղարկեց գնդակը Նալթակյանին, իսկ Նալթակյանն էլ շատ ճիշտ ժամանակին փոխանցում կատարեց Դավթյանի ուղղությամբ, բայց այստեղ Դավթյանին չհաջողվեց գրավել Թոթենհեմի դարպասը։ Ու առայժմ հաշիվը մնաց անփոփոխ։ Բադալյան։ Այստեղ նորից Նավասարդյանն է խլում կատարում Սասուն Զոհրաբյան, բայց հաստրեց ուղղել իր սխալը Թոթենհեմի պաշտպան Գեորգ Բադալյանը ու հեռացեց գնդակը անկյունային կհետևի հիմա էլ արդեն Թոթենհեմի դարպասի ուղղությամբ։
Նալթակյանը խաղարկում է գնդակը Զորաբյանի հետ։ Լավ փոխանցում հետևեց Զորաբյանի կողմից, բայց այստեղ խլեցին գնդակը Տոթենհեմի ֆուտբոլիստները ու Թադևոսյանը շարժվում է առաջ, լավն էր փոխանցումը։ Սեմյոն Մուրադյան վտանգավոր է հարված ու հաշիվը հավասար է 1-1։ Սեմյոն Մուրադյան 1-1 հաշիվը հավասար է, թիմերը փոխանակվեցին մեկական խփած գնդակներով, բայց մինչև Մուրադյանի անցում կատարելն ու հարվածել է դարպասին ամեն ինչ իդեալական արեց նրա խաղընկերը Արտուր Թադևոսյանը պարզապես զարգացեց արագությունն ու գնդակը մատուցեց Մուրադյանին, որն էլ նմանատիպ իրավիճակներում իհարկե շատ արագ կարողանում է կողմնորոշվել ու խոցել մրցակիցների դարպասը 1-1 շատ արագ առաջի 10 րոպեների ընթացքում թիմերը արդեն մեկական գոլ խփեցին իրենց անվան դիմաց ու արդեն տեսնենք մնացած ժամանակահատվածը ինչ ցույց կտա, հիմա տեսնենք ինչ է պատահել Մուրադյանին։ Կարծես ձգել է մկանը, բայց կկարողանա այո շարունակել հանդիպումը Սեմյոն Մուրադյանը։ Ու վերսկսվում է հանդիպումը մրցավար այստեղ գնդակը հանձնեց Ինտերի ֆուտբոլիստերին, ովքեր էլ փորձում են սկսել խորքից իրենց հերթական գրոհը։ Արման Նավասարդյան, այստեղ մի փոքր հաջող չստացվեց փոխանցում ու գնդակով կրկին Տոթենհեմն է։ Մուրադյան հեռու թողեց մի փոքր իրենից գնդակ ու հիմա արդեն փոխանցում է կատարվում Նալթակյանի ուղղությամբ, մեկը մեկի դեմ պայքար, բայց այստեղ լավ պաշտպանվեցին Տոթենհեմի ֆուտբոլիստները ու կարողացան գնդակը հեռացնել։ Նորից Տոթենհեմն է անցնում գրոհի, վտանգավոր գրոհ է, բայց այստեղ Տեր Խաչատյանը կանգնեց Եսայանի հարվածի ճանապարհին ու հիմա էլ արդեն Վարդանյանը կարողացավ հեռացնել գնդակը, եզից կնետի Ինտերը։ Զորաբյանն է կատարում եզրային նետումը։ Տեր Խաչատրյան Դավթյան հասրեց ուղարկել առաջ, բայց այստեղ Բադալյանը առաջին արձագանքեց գնդակին ու հիմա փորձում են Տոթենհեմի ֆուտբոլիստները գրոհ կազմակերպել, բայց փոխանցումը անհաջող ստացվեց, արագորեն Ինտերը խաղարկում է գնդակը, Նավասարդյան դեպի Զորաբյանը փոխանցում հետևեց, մնաց գնդակով Սասուն Զորաբյան այստեղ մի քանի մրցակից է դիմավորել Զորաբյանին ու կարողացան մաքուր խլում կատարել, բայց այստեղ էլ ուժեղ ստացվեց Սողոմոնյանի փոխանցումը ու խաղընկերը չհասավ գնդակին։ Սկսում է Ինտերը խորքից, Տեր Խաչատրյան։ Կենտրոն Սասուն Զորաբյանն է այստեղ։ Նորից Տեր Խաչատրյանին ուղարկեց գնդակը, բայց թույլ ստացվեց։ Փոխանցումը հետո Տեր Խաչատրյանը կարողացավ խլել գնդակը, լավն էր փոխանցումը, բայց այստեղ գնդակը չհասավ Նալթակյանին։ Թադևոսյան Բադալյան ու հասցրեց փոխանցում կատարել այստեղ Բադալյանը խաղընկերոջ ուղղությամբ։ Երկրորդ հարգում պայքար այստեղ Ինտերի ֆուտբոլիստները լավ գործեցին Վարդանյան։ Մուրադյանն է հիմա ստանում գնդակը վտանգավոր հակագրոհի անցել Տոթենհեմը կա փոխանցում, բայց այստեղ էլ Ռուբեն Մանուկյանը կանգնեց գնդակի ճանապարհին ու հնարավորություն տվեց Ինտերին արագ հակագրոհի անցել Դավթյան գեղեցիկ անցում էր կա փոխանցումը հարված եք նույնիսկ տեսնում Տեր Խաչատրյանի կատարմամբ, բայց այստեղ իր դիտքում էր Նիկողոսյանը ու կարողացավ հետ ուղարկել գնդակը։ Այո, լավ հնարավորություն ուներ հիմա Ինտերը նորից առաջանցնելու հաշվի մեջ, բայց դարպասապահ Կարեն Նիկողոսյանը լավ սեյվ կատարեց ու հեռացեց գնդակը, հիմա փոփոխություն տեղի կունենա Տոթենհեմի կազմում։ Իշխան Եղիազարյանը մտավ խաղադաշտ փոխարինելով Ալեքսանդր Սարգսյանին ու տեսնենք արդեն Եղիազարյանը ինչ կփորձի անել։ Նավասարդյան ուղարկում է գնդակը Նալթակյանին, բայց Նալթակյանը գնդակը դաշտի սահմաններում կրկին Նավասարդյանի հետ է խաղարկում։ Նավասարդյան հարված ու հիմա մի փոքր շեղությամբ ընթացավ Արման Նավասարդյանի կատարած հարվածը, տեսեք ինչպիսի
դիրքից էր արդեն Նավասարդյանը փորձում գրավել մրցակցի դարպաս, այնպես չէ որ Նավասարդյանը հեռահարատարածություններից չի գրավում մրցակիցների դարպասը, պարզապես այս դեպքում մի փոքր շեղությամբ ընթացավ նրա կատարած հարվածը, օրինակ հիշենք հենց նախորդ տուրի հանդիպումը, որտեղ Նավասարդյանը Վիլյարեալի դարպասը խոցեց հեռահարվածով, իսկապես շատ ուժգին էր հարված ու անել այդ դրվագում Վիլյարեալի դարպասապահը Կրչյանը ոչինչ չէր կարող, հիմա այս գրոյին ականատես լինենք, բայց հիմա էլ չանցավ Տեր Խաչատրյանի փոխանցումը, չնայած գնդակը մնաց Ինտերի մոտ, վտանգավոր է Մանուկյան, բայց այստեղ կարողացան հեռացնել գնդակը Տոթենհեմի ֆուտբոլիստները, հիմա էլ կորցրեց Եղիազարյանը, Զորաբյան, Նավասարդյան, պետք է գրավել մրցակցի դարպասը, Նավասարդյան, բայց հիմա դարպասաձողն է օգնության գալիս Տոթենհեմին։ Ու հիմա մրցավարը կդիտի նախորդ դրվագի կրկնապատկերը հասկանալու համար արդյոք կար ձեռքով խաղ թե ոչ։ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու չի նշանակում 11 մետրանոց հարված մնաց իր որոշմանը, հիմա հարված կլինի արդեն Տոթենհեմի դարպասից, այո, եթե նույնիսկ կար ձեռքով խաղ Տոթենհեմի տուգանային հրապարակում, ապա ձեռքը բնական դիրքում էր գտնվում ֆուտբոլիստի ու դա 11 մետրանոց չէ։ Սողոմոնյանն ընդունեց գնդակը, բայց մի փոքր հեռու թողեց իրենից ու Դավթյանը կարողացավ հաջող խմում կատարել։ Ուղարկեց գնդակը Տեր Խաչատրյանին ու Ինտերը ներկվում է առաջ Տեր Խաչատրյան լավներ փոխանցումը Զորաբյան վտանգավոր է Զորաբյան, բայց հեռու թողեց արդեն Սասուն Զորաբյանը գնդակ ու կորցրեց հարված կատարելու հնարավորությունը։ Հիմա էլ այստեղ դուրս եկավ իր դիրքից ու առաջին արձագանքեց գնդակի Ռուբեն Մանուկյանը հեռացնելով այն եզից կնետի Տոթենհեմը ավելի ու ավելի է բարձրանում հանդիպման տեմպը, ինտրիգը եւ դա միանշանակ դեռ առաջի խաղակեսին չի վերաբերվում, մենք ընդհանուր հանդիպումն ենք այս տեմպով դիտելու Մանուկյան, Արման Նավասարդյան, տեսեք արդեն որտեղ է նահանջել Նավասարդյանը ու փորձում է սկսել իր թիմի գրող խորքից, բայց ուժեղ ստացվեց այստեղ Նավասարդյանի կատարած փոխանցում ու հարված կլինի Տոթենհեմի դարպասից, բայց այս ընթացքում փոփոխություն տեղի կունենա հիմա Ինտերի կազմում ու Նալթակյանն է լքում խաղադաշտը, նրա փոխարինել խաղադաշտը դուրս գալիս Կարեն Պողոսյանը ու տեսնենք Պողոսյանը որպես թարմ ուժ ինչ կփորձի անել արդեն խաղադաշտում։ Նորից անհաջող փոխանցում հետևեց դարպասապան Նիկողոսյանի կողմից, բայց Ինտեր այս դրվագում հիմա արդեն խլեց Դավթյանը գնդակ ու շարժվում է առաջ Սողոմոնյանը կանգնեց նրա ճանապարհին, բայց Դավթյանը նորից խլում է կատարում, այստեղ ինչ էր կատարվում ես չեմ հասկանում, պարզապես Դավթյանը բոլոր մենապայքարները հաղթեց բացի վերջինից Վարդանյան հիմա էլ նրանից խլում կատարեց Թադևոսյան ու 3-2-ի դիմաց Տոթենհեմը նետվում է առաջ Սեմյոն Մուրադյան ու Ղազարյանը փրկում է այստեղ Ինտերին։ Հիմա էլ լավ հնարավորություն կորցրեց Տոթենհեմը շատ արագ անցան հակագրոհի, բայց խոցել Ղազարյանի դարպասը այս դրվագում Մուրադյանի մոտ չստացվեց շատ վստահ կերպով Մինաս Ղազարյանը դուրս եկավ իր դիրքից ու կարողացավ հեռացնել գնդակը ամբողջ մարմնով պարկեց գնդակի առջև ու թույլ չտվեց որպեսզի գնդակը հայտնվի դարպասում, հիմա անկյունային հարված է նշանակում մրցավարը, հենց Մուրադյանն էլ տեղադրում է գնդակը անկյունային իրացնելու համար, կա մրցավարի սուլիչը ու այստեղ Մուրադյանը հանձնեց գնդակը Ինտերի ֆուտբոլիստերին, այո, հարված կլինի հիմա Մինաս Ղազարյանի պաշտպանած դարպասից, Տեր Խաչատրյան, Դավթյան, Մանուկյանն է ուղարկում գնդակը Դավթյանը ու Մանուկյանը փորձեց գնդակ ուղարկել Ձախեզեր, բայց այստեղ Տեր Խաչատրյանը գնդակը վերցրեց իր վերահսկողության տակ, իսկ այստեղ փոխանցումը Տեր Խաչատրյանի ուժեղ ստացվեց ու նորից հարված կլինի Կարեն Նիկողոսյանի պաշտպանած դարպասից, առաջի կեսը մոտենում է ավարտին արդեն ու հանդիպման հաշիվը դեռ հավասար է 4 րոպե մինչ առաջի խաղակեսի հիմնական ժամանակի ավարտը, իհարկե ուտեսնենք թիմերը արդեն ինչ կփորձեն անել այս վերջին ժամանակահատվածում, խաղակեսի Սողոմոնյան հետ փոխանցում հետևեց, այստեղ Ինտերը գնացել է պրեսինգի, կարողացան խլել գնդակը Դավթյանը հիմա շատ արագ ակնկալում է, բայց շտապեց, այո, այստեղ շտապեց արդեն Դավթյանը պետք էր մի պահ այնպես որ արգելակել ու սպասել Նավասարդյանին, հիմա էլ փորձեց գրոյի անցնել հենց Տոթենհեմը, բայց շտացվեց այստեղ, հիմա էլ գնդակը չասավ
Զորաբյանին ու արդեն Տոթենհեմն է ներվում առաջ։ Թադևոսյան, լավն էր փոխանցումը, բայց Գևորգ Վարդանյանը այսպիսի իրավիճակների համար է հետո էլ խախտում եղավ Վարդանյանի դեմ պայքարում ու ստանդարտ կիրացնի Ինտերը։ Վարդանյան, բայց այստեղ Վարդանյանի կատարած փոխանցումը չհասավ, Հասիատիոչը Մուրադյանը խլեց, ուղարկեց գնդակը այստեղ խաղ ընկերոջը ու Տոթենհեմը առաջ է անցնում, հաշվում է Արամ Եսայան 2-1։ Ինտերը խաղակեսի վերջտամասում արդեն հայտնվում է պարտվողի կարգավիճակում Սեմյոն Մուրադյանն էլ իր անվան դիմաց գոլին ավելացեց նաև գոլային փոխանցում այս դրվագում, բայց ինչպես կողմնորոշվեց ու գրավեց դարպասը Արամ Եսայանը, այստեղ խոսք է ավելորդ են 2-1 Տոթենհեմը արդեն այս խաղում առաջին անգամ հաղթողի կարգավիճակում է հայտնվում ու տեսնենք դա ինչ կտա առաջինը Տոթենհեմին, հետո Ինտերին։ Դավթյան վտանգավոր է, Դավթյան ինչ է կատարվում այստեղ, հիմա հեռացեցին գնդակը Տոթենհեմի ֆուտբոլիստների դեսպուգանային հրապարակից, Վարդանյան այստեղ շահեց դիրք ու ուղարկեց գնդակը դարպասապահ Ղազարյանին, այլապես շատ վտանգավոր կլիներ, եթե կորցներ Վարդանյան այստեղ գնդակը, նրա դեմ պայքարում էր Եսայանը, հիմա տեսնենք ինչ է պատահել Վարդանյանին, կարծես երկրորդ հարկում վնասված ստացավ, բայց հուսանք, որ խնդիրը ավելի բարդացում չի ունենա ու Վարդանյանը կարողանա շարունակել այս հանդիպումը, իսկապես շատ կարևոր ու առանձնահատուկ ֆուտբոլիստ է Գևորգ Վարդանյանը Ինտերի կազմում ու նրա օգտակար գործողության գործակիցը պարզապես վերին աստիճանի վրա է գտնվում Ինտերում։ Եվ այո, կարգի դա ամեն ինչ Գևորգ Վարդանյանն է, հանդիպումը շարունակվում է, Մանուկյան, տեղ Խաչատրյան, Նավասարդյան այստեղ թիկունքով էր, մրցակցին ու չնկատեց։ Թիկունքից մրցակիցը մոտենում է, հիմա Դավթյանն էլ խլում փորձում կատարել, բայց այստեղ բախում տեղի ունեցավ Սողոմոնյանի հետ, հիմա էլ տեսնենք ինչ է պատահել Սողոմոնյանին։ Ամեն ինչ կարգին է Սողոմոնյանի հետ, հիմա գրովում են Տոթենհեմի ֆուտբոլիստները, այստեղ էլ Տեր Խաչատրյանը փակեց փոխանցման ճանապարհը, Սասուն Զորաբյան, բայց չանցավ Զորաբյանի կատարած փոխանցումը, Թադևոսյանն է սկսում Տոթենհեմի հերթական գրոհ, սխալվեցին այստեղ հիմա Ինտերը կարող է արագ գրոհի ասել, Արման Նավասարդյան, կա Դավթյանի տարբերակը, բայց մնաց գնդակով Նավասարդյանը, հիմա ուղարկեց գնդակը Դավթյանին։ Շարժվում է առաջ Դավթյանը, լավն էր փոխանցումը, պատխաղարկումը ամեն ինչ իդեալական էր, բայց այստեղ գնդակը չհասավ Պողոսյանին, այլապես կարող էինք հաշվի մեջ հավասարություն տեսնել։ Երկրորդ տեմպով էր փորձում անցնել գրոհի Ինտերը, բայց չստացվեց։ Ու հիմա եսից կնետի Ինտերը, Նավասարդյան, Զորաբյան, կրկին Նավասարդյան, բայց այստեղ կարողացան հեռացնել Տոթենհեմի ֆուտբոլիստները գնդակը ու դա փոխանցում էր ստացվել Սեմյոն Մուրադյանի համար, բայց այստեղ դարպասապահ Ղազարյանն ու Ռուբեն Մանուկյանը միամուր ուժերով կարողացան հեռացնել գնդակը ու անկյունային կիրացնի հիմա Տոթենհեմը։ Տեսնենք այս անկյունային ինչ կտա Տոթենհեմին, բարձից փոխանցում ու Մանուկյանը նորից հեռացեց գնդակը Բադալյանի արվածնել չստացվեց հիմա, Վարդանյան, եսից կնետի հիմա,
Ինտերը կարողացավ վերացնել գնդակը Վարդանյանը, Տեր Խաչատյանն ուղարկում գնդակը Գևորգ Վարդանյանը, ով սկսում է առաջի խաղակեսում Ինտերի վերջին գրողը կամ գրողներից մեկը չեմ կարող ասել որքան է փոխհատուցել մրցավարը, համենայն դեպս հիմնական ժամանակը արդեն սպառվել է։ Հիմա էլ կար խաղում Պողոսյանի կողմից ու ստանդարտ կիրասնի Տոթենհեմը։ Սողոմոնյան Պարսից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց գնդակը Ղազարյանին բաժին հասավ։ Տեր Խաչատրյան գուցե հիմա շտապի Ինտերը, քանի որ արդեն քիչ խաղաժամանակ է մնացել, բայց Տեր Խաչատրյանի փոխանցումն էլ չանցավ ու կարողացան այստեղ Թոթենհեմի ֆուտբոլիստները հեռացնել գնդակը Մանուկյան։ Կրկին Տեր Խաչատրյան։ Պողոսյանն էր այստեղ պայքարում գնդակի համար մրցակցի դեմ, բայց այս դեպքում ոչինչ անել չստացվեց, Թադևոսյանն լեռացեց գնդակը ու վաստակեց Եզրային նետման հնարավորություն, քանի որ գնդակը դիպավ Ինտերի ֆուտբոլիստին։ Վտանգավոր է, բայց այստեղ լավ գործեցին Ինտերի պաշտպանները ու առաջի խաղակեսն էլ հենց այստեղ ավարտվում է, 2-1 առավելության է հասնում առայժմ Տոթենհեմը մրցակցի նկատմամբ, կարճ դադար, որից հետո կվերադառնանք։ Մեկտարկում է Ինտերլանդեն Տոթենհեմի հանդիպան երկրորդ խաղակեսը, առաջի կեսից հետո Տոթենհեմը հաղթում է մրցակցին 2-1 հաշվով, նախ կարողացավ Ինտերի կազմում բացել հանդիպան հաշիվը Արման Նավասարդյանը, հետո Սեմյոն Մուրադյանը հավասարեցեց հաշիվը, իսկ արդեն խաղակեսի վերջնամասում Եսայանը խփեց Տոթենհեմի երկրորդ գնդակը ու թիմերը գնացին ընդմիջման 2-1 հաշվով, տեսնենք երկրորդ կեսում ինչ կփորձեն անել թիմերը, եկեք եւս մեկ անգամ վերհիշենք մրցող թիմերի հայտացուցակները ու սկսենք Տոթենհեմից դարպասը պաշտպանում է Կարեն Նիկողոսյանը համար 1, Գոր Բադալյանը համար 4, Տիգրան Հակոբյան համար 5, Ալեքսանդր Սալցյան համար 6, Արթուր Թադևոսյան համար 7, Արամ Եսայան համար 9, Իշխան Եղիազարյան համար 11, Սեմյոն Մուրադյան համար 14, Նարեկ Գրիգորյան համար 22 եւ Հենրիկ Սողոմոնյան համար 66։ Ինտեր դարպասը պաշտպանում է Մինաս Ղազարյանը համար 1, Սարգիս Աբրահամյան համար 4, Արման Տեր Խաչատրյան համար 5, Մեհ Դավթյան համար 6, Կարեն Պողոսյան համար 7, Արման Նավասարդյան համար 10, Գևորգ Վարդանյան համար 17, Արամ Նալտակյան համար 22, Սասուն Զորաբյան համար 11 եւ Ռուբեն Մանուկյան համար 90։ Տեր Խաչատրյան ուղարկեց գնդակը Մանուկյանի ուղղությամբ ու գրող տեղափոխվում է Ձախեզր Զորաբյանն է այստեղ լավ նկատել է խաղընկերոջ առաջ խաղացումը, բայց փոխանցումը չհասավ այստեղ Դավթյանին ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, հարված կլինի Տոթենհեմի դարպասից։ Նիկողոսյանն է ուժեղ հարվածով գնդակ ուղարկում առաջ, բայց այստեղ Ինտերից Մանուկյանին բաժին հասավ գնդակը, Ռուբեն Մանուկյան, Պողոսյան, մնաց գնդակով Պողոսյանը ու վաստակեց եզրային նետման հնարավորություն Ինտերի համար։ Վարդանյան սկսում են խորքից Ինտերի ֆուտբոլիստները, դեպի աջ ուղարկեց գնդակը, այստեղ Տեր Խաչատրյանն է առաջ շարժվում։ Տեր Խաչատրյան խորքից լավն էր փոխանցումը, բայց այստեղ չգնաց միջև վերջ Պողոսյանը, իհարկե հաշվի առնելով, որ դարպասապահը կարող էր թիկունքից մոտենել եւ պարզապես ցանկացավ բաց թողնել գնդակը, բայց այլ ուղղությամբ ընթացավ գնդակը Եսայան։ Շարժվում է առաջ Եսայանը, բայց այստեղ անհաստ ստացվեց Եսայանի կատարած փոխանցումը ու վերցրեց գնդակը Մինաս Ղազարյանը, նետելով Տեր Խաչատրյանի ուղղությամբ Ինտերը շարժվում է առաջ։ Զորաբյան դեպի Նավասարդյանը, բայց այստեղ Տոթենհեմի ֆուտբոլիստը առաջին արձագանքեց գնդակին ու կատարեց փոխանցում եւ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, եզից կնետի Ինտերը։ Մանուկյան ուղարկում է գնդակը Դավթյանին։ Գերեք մրցակից մի անգամից դիմավորեց Դավթյանին ու ստիպված եղավ կորցնել գնդակը այս դրվագում։
Չկար այստեղ արդյոք խաղի կանոնների խախտում Նավասարդյանի դեմ չսուլեց մրցավարը հիմա պատասխանն ենք տեսնում Տոթենհեմի, բայց այստեղ ուժեղ ստացվեց փոխանցում ու Մինաս Ղազարյանը վերցեց գնդակը նորից Ինտերն է ասում գրոյի այո շատ ակտիվ է մեկտարկել երկրորդ խաղակեսի Ինտերը տեսնենք դա ինչ կտա իհարկե թիմին Դավթյան բայց այստեղ կարողացավ Սարգսյանը հեռացնել գնդակը ու եզից կնետի Տոթենհեմը Փոփոխություն տեղի ունեցավ հիմա Տոթենհեմի կազմում ու կա մրցավարի Սուլիչը պետք է արդեն խաղարկել գնդակը Սարգսյանն է կատարում եզրային նետումը, բայց այստեղ Տեր-Խաչատրյանը հեռացեց գնդակը նորից Սարգսյանը հետ փոխանցում, բայց այստեղ ուժեղ ստացվեց Տոթենհեմի 15 համարի կատարած փոխանցումը Մինաս Ղազարյանը վերցեց գնդակը ուժեղ փոխանցում կատարելով առաջ ափսոս այստեղ Նավասարդյանը չկարողացավ հասնել գնդակին ու իջեցնել այն այլապես միայնակ է արդեն մնալու դարպասապահի դեմ Սողոմոնյան դուրս է եկել գնդակը դաշտի սահմաններից եզից կնետի Տոթենհեմը ներողություն Ինտերը հենց Սողոմոնյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Դավթյան լավ նկատեց Նավասարդյանին Նավասարդյանն էլ երմիչ է հարվածում ու այստեղ արդեն իր դիրքում էր Կարեն Նիկողոսյանը կարողացավ հեռացնել գնդակը բավական բարդ հարված ստացվեց Նավասարդյանի կողմից բայց Կարեն Նիկողոսյանը այստեղ կարողացավ վերջին պահին զգալ գնդակի ուղղությունը ու բռունցքներով հեռացնել անկյունային Կիրասնի հիմա Ինտերը տեսնենք այս անկյունային ինչ կտա Ինտերին Զորաբյան կա փոխանցումը բայց հեռուն գնաց բավական գնդակ ու դուրս եկավ դաշտի սահմաններից Եզրից հիմա կնետի արդեն Ինտերը սխալ կատարեցին եզրային նետումը Տոթենհեմի ֆուտբոլիստները Նավասարդյան հետ փոխանցում դեպի Վարդանյանը Մանուկյան կրկին Վարդանյան եւ հետ փոխանցում դեպի դարպասապահ Ղազարյանը այո անիմաստ փոխանցում դեպի առաջ չկատարեց Վարդանյանը քանի որ փակ էր բոլոր ճանապարհները ու հիմա արդեն անցնում են գրոյի Ինտերի ֆուտբոլիստները Տեր-Խաչատրյանն ուղարկում է գնդակը դեպի Զորաբյանը, բայց այստեղ առաջինը արձագանքեցին Տոթենհեմի պաշտպանները, հիմա այդ փոխանցման ճանապարհին կանգնեց Ռուբեն Մանուկյանը, Տեր-Խաչատրյան կրկին գնդակով Ինտերն է դեպի աջ է ուղարկում գնդակը Մհեր Դավթյան, Արման Նավասարդյան անցավ մեկ մրցակցի Նավասարդյանը երկրորդին նույնպես ուղարկում է նորից Դավթյանին գնդակը կա փոխանցում ու այստեղ չհասավ գնդակը Սասուն Զորաբյանին, այլապես արդեն Զորաբյանը պատրաստ էր գրոյ եզրափակելուն, բայց հեռացին Տոթենհեմի պաշտպանները։ Հիմա էլ սխալ Մանուկյանի կողմից ու Սարգսյանը շարժվում է առաջ փոխանցում, բայց Ղազարյանը այստեղ սխալվում է, հիմա Սարգսյան կա փոխանցում ու ինքնագոլ է այստեղ գրանցվում, այո 3-1 է դառնում հանդիպան հաշիվը, Մանուկյանը փորձեց շեղել գնդակի ուղղությունը հեռացնելով այն, բայց գրավեց սեփական դարպասը։ Երեք մեկ արդեն Տոթենհեմը կրկնապատկում է առավելությունը ու Ինտերին էլ ավելի բարդ իրավիճակում թողնում, հիմա արդեն կփորձեն Ինտերի ֆուտբոլիստները փրկել առնվազն այս հանդիպումը, քանի որ հաշվի մեջ արդեն իսկ մեկտարկում առաջ էին անցել, բայց հետո Տոթենհեմը տեսեք ինչպիսի որակներ է ցուցաբերում ու կարողանում 3 գնդակ ուղարկել Ինտերի դարպասը։ Հիմա անկյունային արդեն
Գիրաստի ինտերը այո արդեն պետք է գնալ առաջ, պետք է փորձել անել հնարավորինս, իհարկե ինտերն մեկ անգամ չէ, որ մենք տեսնում ենք նմանատիպ իրավիճակներում, բայց մեկ անգամ չի, որ թիմը կարողացել այդ բարդ փորձություններից դուրս գալ։ Մանուկյան չստացվեց հարվածը Մանուկյանի, հիմա ստացվեց, բայց շեղությամբ արդեն ընթացավ գնդակը։ Այո, ինտերը իսկապես այն թիմերից է, ով բավական բարդ իրավիճակներից կարողանում է դուրս գալ, ելք փնտրում են ամենայն դեպս ու հաղթարում այդ իրավիճակը, բայց կրկնում եմ այսօր Մարկ Պողոսյանի բացակայությունը թիմի կազմում, ինչը խաղադաշտում զգացնել տալիս է ինտերի գործողություններում, չնայած ինտերն ունի հարձակման գծում Նավասարդյանի պես ֆուտբոլիստ եւ բացառել ոչինչ այստեղ չի կարելի, հիմա էլ Տեր Խաչատրյանի փոխանցումը անասեր ստացվեց, իհարկե այս րոպեներին Նավասարդյանը փոխարինվել է եւ խաղադաշտում չէ, բայց վստահ եմ, որ նա կվերադառնա մինչ հանդիպման ավարտը խաղադաշտը կփորձի անել անհնարինս հնարավոր դարձնելու համար այս հանդիպումը փրկելու։ Եզից հիմա կնետի ինտերը, այո, եթե կարողանան ինտերի ֆուտբոլիստները արագորեն մեկ գնդակ գոնե ետ բերել ու կրճատել հաշվի տարբերությունը, միայն ոչ ոքի մասին չէ, որ կարող են մտածել դրանից հետո, բայց առայժմ պետք է խփել ամենակարևորը մեկ գնդակ ու կրճատել հաշվի տարբերությունը, հետո մտածել արդեն մնացածի մասին։ Գրոհում է հիմա ինտերը չասավ այստեղ գնդակը Պողոսյանին ու Տոթենհեմը նետվում է առաջ, լավն էր այս փոխանցումը Սեմյոն Մուրադյանի համար, բայց մի փոքր ուժեղ ստացվեց ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, արագորեն Ղազարյանն ուղարկում է գնդակը Դավթյանին։ Դավթյան, տեսնենք ինչ որոշում կայացի Դավթյանը, հիմա սխալվեցին արդեն պաշտպանությունից դուրս գալուց ինտերի ֆուտբոլիստները ու Տոթենհեմի պատասխանն ենք տեսնում, բայց չանցավ այստեղ գնդակը Վարդանյանից ու ինտերը նետվում է առաջ Սարգիս Աբրահամյան, բայց կորցրեց Աբրահամյան այստեղ գնդակը չնայած հետո խաղանկերները վերադարձեցին Տեր Խաչատրյան դեպի առաջ հիմա էլ Բադալյանն է հեռացնում գնդակը ու այն դուրս է գալիս դաշտի սահմաններից, ես իսկ նետի ինտերը, այո պետք է շտապել արդեն իսկապես առնվազն մեկ գնդակ կրճատելու համար մոտակա րոպեների ընթացքում Տեր Խաչատրյան Պողոսյան անցավ մեկ մրցակցի ու շարժվում է առաջ Պողոսյանը վտանգավոր է բարձից փոխանցում, բայց այստեղ էլ անհաջող ստացվեց Պողոսյանի կատարած փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, այո լավ անցում կատարեց այստեղ Կարեն Պողոսյանը, բայց փոխանցումը Աստիատիրոջը չհասավ։ Ես իսկ նետում են Տոթենհեմի ֆուտբոլիստները, Բադալյանն է կատարում եզրային նետումը, բայց Դավթյանը կանգնեց գնդակի ճանապարհին ու հիմա խլեց արդեն Դավթյանը վտանգավոր գրոհացնում ինտերը ուժեղ է այս փոխանցումը Տեր Խաչատրյանի համար Մանուկյան լավ գործեց այս դրվագում Մանուկյանը դեպի աջ Նալթակյան բայց այստեղ չհասկացան միմյանց ինտերի ֆուտբոլիստները ու գնդակը պարզապես հանձնեցին մրցակցին Տոթենհեմն էլ սկսում է նորից խորքից կրկին Բադալյանն է սկսում թիմի հերթական գրողներից մեկը Թադևոսյան արգելակեց այստեղ Թադևոսյանը Պողոսյանն է պայքարում նրա դիմաց, բայց հաստրեց փոխանցում կատարել Թադևոսյանը նույնիսկ այստեղ էլ արված տեսանք մենք Իշխան Եղիազարյանի կատարմամբ, բայց բարձր ընթացավ գնդակը Մանուկյան սկսում են խորքից ինտերի ֆուտբոլիստները Վարդանյան բայց այստեղ սխալվեցին, հիմա արդեն երևում է շտապողականությունը ինչ անում խաղադաշտում ինտերի գործողություններում իհարկե դեռ կա խաղաժամանակ, դեռ 11 րոպե կա հանդիպման ավարտին, որը բավական խաղաժամանակ է ինտերի պես թիմի համար 2-3 գնդակ հեղինակելու Մանուկյան հերվից հարված հիմա էլ հեռացեցին գնդակային հայտնվեց Նալթակյանի մոտ գրոզ դեպի տուգանային հրապարակ, բայց այստեղ կարողանում է հեռացնել գնդակը Տոթենհեմի պաշտպան ու թույլ չտալ, որպեսզի Աբրահամյանը կիսաշրջանը ծարված կատարի Դավթյան լավն էր անցումը Դավթյան ու անկյունային արված է վաստակում Դավթյանի ինտերի համար այս դրվագում Հենց ինքն էլ գնդակի մոտ է կա փոխանցում ու հիմա եթե հասներ գնդակը Նալթակյանին արդեն Նալթակյանը պատրաստվել է հարված կատարելու համար դա տեղի չունեցավ
Վարդանյան հետ է ուղարկում գնդակը Մինաս Ղազարյանին, ով արդեն շարժվում է առաջ ու սկսում եւս մեկ Ինտերը գրո ուղարկելով գնդակը Պողոսյանին դեպի կենտրոն Տեր Խաչատրյանն է այստեղ գեղեցիկ գործ է Տեր Խաչատրյանը երկրորդ մրցակցին շրջանցեց ուղարկում է գնդակը Ձախ Եզր Աբրահամյան ու այստեղ էլ Աբրահամյանի կատարած փոխանցման ճանապարհը կարողանում է փակել Եղիազարյանը ու այստեղ կար խաղի կանոնների խախտում Թադևոսյանի դեմ պայքարում սուլեց մրցավարը հիմա ստանդարտ Կիրասնի արդեն Տոթենհեմը կա մրցավարի սուլիչը փոխանցում դեպի Սողոմոնյանը հետևեց բայց այստեղ չկարողացավ պահել գնդակը Սողոմոնյանի իր մոտ Եզիս կնետի Ինտերը Վարդանյան հիմա սխալվեց Վարդանյանը ու հետո ստիպված եղավ խախտել խաղի կանոնները սա դեղին քարտ է իհարկե փորձեց Տոթենհեմը արագ խաղարկել գնդակը բայց դեղին քարտից հետո պետք է մրցավարի սուլիչով մեկնարկի հանդիպումը հիմա Վարդանյանը տեսավ դեղին քարտ իր գլխավերևում նույնիսկ չի վիճում իհարկե հասկանալի է դեղին քարտի արժեքը ինչից ձեր սպայեց Ինտերին ու ստանդարտ հիմա Կիրասի Տոթենհեմը կա մրցավարի սուլիչը Սեմյոն Մուրադյանն է կրկին գնդակի մոտ Մուրադյան հարված պատկազմած ֆուտբոլիստները իրենց վրա ընդունեցին գնդակը, նորից գնդակը Մուրադյանի մոտ է եւս մեկ փոխանցում այստեղ հեռացված է գնդակը ոչ այնքան հեռու ու Թադևոսյանը խփում է այստեղ արդեն Տոթենհեմի 4 գնդակը Թադևոսյան 4-1 գոլային փոխանցմանը նաև գոլ ավելացրեց իր անվան դիմաց Թադևոսյան այս խաղում ու արդեն Տոթենհեմը շատ լուրջ կայլ է կատարում իսկապես այս խաղում 3 միավորին արժանանալու համար Հիմա Եզից կնետեն Տոթենհեմի ֆուտբոլիստները Փոխանցում Սարգսյանն այստեղ Այս խնուն կատարեց Ինտերում շարժվում են առաջ Դավասարդյան Դեպի Աչեզը Նալթակյան վտանգավոր է հարված ու այստեղ կարողանում է կրկին Նիկո Ղոսյանը հեռացնել գնդակը Եզից կնետի Ինտերը հիմա եթե ստացվեր գուցե Ինտերի մոտ արագ պատասխան գնդակ հեղինակել գուցե մտածեին ավելի մասին բայց դա տեղի չունեցավ քանի որ փայլ է դարպասում Տոթենհեմի դարպասապահ Գևորգ Վարդանյան Գուցե հերվից հարվածի Վարդանյանը այդպես էլ արեց անդրադարձ եղավ ու հիմա էլ անկյունային Կիրասի Ինտերը բավական լարված հանդիպում է իսկապես ընթանում հանդիպան վերջնամասում խաղարկում են գնդակի Ինտերի ֆուտբոլիստները Արման Նավասարդյան դեպի Դավթյան ուղարկեց գնդակը հետ փոխանցում Տեր Խաչատրյանին Տեր Խաչատրյան հարված ու հիմա էլ դարպասածողն է օգնության գալիս արդեն Տոթենհեմին բայց ինչ է Նիկո Ղոսյանը դիպել է այո գնդակին եւ հեռացել անկյունային են եւս մեկ անգամ խաղարկում Ինտերի ֆուտբոլիստները Նավասարդյան վտանգավոր է բայց Տեր Խաչատրյանի հարվածը այստեղ չստացվեց ու հարված կլինի արդեն Կարեն Նիկո Ղոսյանի պաշտպանած դարպասից ով բնականաբար հիմա չի շտապում իհարկե հաշիվը դա թույլ է տալիս Տոթենհեմի գործողություններում հաղթում են 3 գնդակով մրցակցին Հիմա փորձեց այստեղ գեղեցիկ գործել Եսայանը, բայց գնդակը բաժինացավ Ինտերի դարպասապահին Այո, հաղթում են 3 գնդակի առավելությամբ հիմնական ժամանակին էլ արդեն 8 րոպե խաղաժամանակ է մնացել Նավասարդյան ու հիմա ինչ է անկյունային արված, այո Անկյունային արված Կիրասի Ինտերը Այստեղ Նավասարդյանից դուրս եկավ գնդակը վերջում դիպել է արդեն Տոթենհեմի ֆուտբոլիստերին ու անկյունայինը տեսնենք ինչ կտա Ինտերին Ծափարություն էր այստեղ Ինտերի ֆուտբոլիստերին գնդակը մրցակցին անցնելու համար, քանի որ հենց Նավասարդյանից է դուրս եկել գնդակը, այո այդպիսի որոշում կայացեց մրցավարը նշանակել անկյունային հիմա սխալ Սեմյոն Մուրադյան կարելի է ավարտել այս հանդիպումը, բայց Ղազարյանը թույլ չտվեց 2 դրվագում էլ գերազանց գործեց հիմա Ինտերի դարպասապահը Տեր Խաչատրյան շարժվում է առաջ Տեր Խաչատրյանը Թադևոսյանն է նրան դիմավորել, բայց
Բայց գնդակը Տեր Խաչատրյանը դաշտի սահմաններում հետո սխալ Սեմյոն Մուրադյան ու նորից Ղազարյանը փայլեց ինչ է կատարվում այստեղ հարված եք տեսնում ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից հիմա արդեն մրցավարը կդիտի կրկնապատկերը Մուրադյանի ու Ղազարյանի բախման հասկանալու համար կա 11 մեծանոց թե ոչ Բան չունեմ ասել Սյոն ջան, բայց եթե քննարկվում ախտերս դրվագը, պետք է հետգանք այն ամենաբանից Նայեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու չի նշանակում 11 մետրահանց հարված, այո կար խաղի կանոնների խախտում Մուրադյանի դեմ պայքարում, բայց մինչ այդ գնդակը դիպել էր Թադևոսյանի ձեռքին ու 11 մետրահանց հարված նշանակված չէ, քանի որ եթե մրցավարը եկել է դիտելու կրկնապատկերը, ապա պետք է դրվագը ամբողջությամբ դիտել, հիմա Ինտերը շարժվում է առաջ, խորքից փոխանցում ու այստեղ էլ Բադալյանն է հեռացնում գնդակը Ալթակյան եւս մեկ խլում է կատարում Ինտեր Արման Նավասարդյան, բայց այստեղ էլ չանցավ Նավասարդյանի փոխանցում ու շարժվում են առաջ Տոթենհեմի ֆուտբոլիստները ձախ եզրով, տեսնեք այս գրոհիչ կտա Տոթենհեմին, փոխանցում ու հիմա Մանուկյանը շեղեց գնդակի ուղղությունը, բայց այն հայտնվեց Թադևոսյանի մոտ, Սեմյոն Մուրադյան, լավն էր Մուրադյանի փոխանցումը գեղեցիկ խաղարկում էր, բայց վերջում գնդակը չհասավ Եսայանի կատարած փոխանցումից հետո Թադևոսյանին ու հարված կլինի Նիկողոսյանի պաշտպանած դարպասից արագորեն խաղարկում են գնդակը Տոթենհեմի ֆուտբոլիստները այստեղ Նավասարդյանը փակեց գնդակի ճանապարհը ու հասնում է գրոհի Ինտերը տեսնենք այս գրոհիչ կտա Ինտերին Տեր Խաչատրյան ու հիմա չստացվեց գրավել արդեն Սողոմոնյանի դարպասը հիմա էլ արագակագրոհի է փորձում հասնել Տոթենհեմը Բադալյանն է այստեղ Թադևոսյան հետ փոխանցում ու Արսեն ընկավ հիմա Տոթենհեմի գրոհի տեմպը Տեր Խաչատրյան խլում է Ինտերը գնդակ Արման Նավասարդյան արված ու հիմա նորից այո դիպավ գնդակին Տոթենհեմի դարպասապահը այստեղ Կարեն Նիկողոսյանը ու շեղեց գնդակի ուղղությունը այլապես Նավասարդյանի հարվածը պետք է որ հայտնվեր դարպասում անկյունային խաղարկում են Տոթենհեմի Ինտերի ֆուտբոլիստները ներողություն բայց այստեղ Ստացվեց ոչինչ անել ինչ համար պայքար ու Եսայանը խլում է գնդակը մրցակցից շարժվելով առաջ ուղարկում է հիմա գնդակը առաջ բայց Սեմյոն Մուրադյանը չգնաց այս փոխանցման հետևից Մանուկյան Տավթյան Թադևոսյանն է հիմա էլ խլում կատարում ու շարժվում առաջ Մնաց գնդակով Թադևոսյանը շատ լավ նկատեց խաղընկերոջը, բայց փոխանցումը մի փոքր ուժեղ կատարեց այլապես արդեն ամեն ինչ իդեալական էին արել Տոթենհեմի ֆուտբոլիստները, իսկ Հենրիկ Սողոմոնյանը պատրաստ էր այս փոխանցումը եզրափակելու, եթե գնդակը հասցեր նրան։ Մանուկյան Աբրահամյանն է այստեղ Այս շանսավ իմ այլ Աբրահամյանի կատարած փոխանցումը Տրկին Աբրահամյան դեպի Գևորգ Վարդանյանը շարժում է առաջ հիմա Ինտերը Վարդանյան տեսնենք ինչ որոշում կայացնի Սարգսյանն է այստեղ համար պայքար մղում նրա դեմ ու խախտում խաղի կանոնները Վարդանյանի դեմ պայքարում Եվ տեսնենք արդեն այս ստանդարտը իշ կտա Ինտերին Արման Նավասարդյանն է գնդակի մոտ կա մրցավարի սուլիչը հարվածել կա, բայց պատկազմած ֆուտբոլիստները իրենց վրա են ընդունում գնդակը Զորաբյան հետ փոխանցում դեպի Ղազարյանը ուժեղ հարվածով գնդակը ուղարկում է առաջ երկրորդ արգում այստեղ Բադալյանը լավ գործեց Նալթակյան ու հիմա էլ Բադալյանն է հեռացնում գնդակը Վարդանյան վտանգավոր է Վարդանյան, բայց գնդակը այստեղ չի հասնում մինչ դարպասը հիմա էլ Գնդակի ճանապարհին կանգնեցին Տոթենհեմի պաշտպանները ու ինչ է այստեղ կար խախտում Արսեն Զորաբյանի դեմ պայքարում այո ստանդարտ է նշանակում մրցավարը
Տեսնենք հիմա այս ստանդարտի իշկտա արդեն ինտերին կրկին Նավասարդյանն է գնդակի մոտ։ Արմեն Նավասարդյան, բայց բարձր ստացվեց Նավասարդյանի արվածը։ Բադալյանն էլ գնդակը մի անգամից ուղարկում է Սեմյոն Մուրադյանին, Մուրադյան, բայց այստեղ հասցրեց հեռացնել գնդակը Ռուբեն Մանուկյանը։ Ես իսկ նետի հիմա Տոթենհեմը արագորեն Մուրադյանը խաղարկում է գնդակը Սողոմոնյանի հետ ու գնդակը հիմա արդեն դուրս է եկել դաշտի սահմաններից։ Ես իսկ նետի Ինտերը, իհարկե Ինտերը հիմա փորձում է հնարավորինս կրճատել հաշվի տարբերությունը, իհարկե հասկանալի է շատ քիչ խաղաժամանակ է մնացել, միավորի մասին խոսելը արդեն անիմաստ է։ 2 րոպե է մնացել հանդիպման ավարտին եւ 3 գնդակ իհարկե չեն հասնի հեղինակել Ինտերի ֆուտբոլիստները։ Նավասարդյան, տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրացնի հիմա Նավասարդյանը, կրկին հեռարարված ու հիմա չեմ կարող ասել Վարդանյանը խանգարեց գնդակին, թե դարպասապահը հեռացեց, Նալտակյան, կրկին Նավասարդյան ու հիմա արդեն Վարդանյանը վստահ կարող ենք ասել փակեց Նավասարդյանի հարվածի ճանապարհը եւ խաղաց ձեռքով ու հիմա ստանդարտը նշանակում մրցավարը Յոկու Տոթենհեմի։ Լավ փոխանցում հետևեց կրկին Սեմյոն Մուրադյանի ուղղությամբ, Մուրադյան իդեալական էր, Եսայան էլ ավելի շքեղ գոլ է հիմա խփում Տոթենհեմը, ամեն ինչ իդեալական արեցին այստեղ Տոթենհեմի ֆուտբոլիստները ու հանդիպման հաշիվը դառնում է 5-1։ Արամ Եսայան 5-1 ինչ արեց Տոթենհեմը այս դրվագի ընթացքում, 3 փոխանցում ու արդեն ներողություն 2 փոխանցում ու արդեն Եսայանը հարվածային դիրքում էր Մուրադյանը, Սեմյոն Մուրադյանը ամեն ինչ իդեալական արեց, գնդակը մատուցեց այստեղ Եսայանին, Եսայանի կատարած հարվածը էլ ավելի շքեղ ստացվեց 5-1 հիմա արդեն փաստենք որ շատ խոշոր հաշվով է այսօր Տոթենհեմը հաղթում։ Իհարկե հասկանալի է Ինտերի կարգավիճակը ողջ կազմով գնացել էին առաջ փորձում էին կրճատել հաշվի տարբերությունը, բաց թողեցին արագ հակագրով, մեղադրել Ինտերին չենք կարող, որովհետև իսկապես տարբերություն չկա, պարտվել 4-1, 5-1, 3-1 միևնույնն է, բայց փորձում էին ամենայն դեպս Ինտերի ֆուտբոլիստները անել անհնարինը հնարավոր դարձնելու համար ու փրկել այս հանդիպումը, այսօր չստացվեց իհարկե, բայց դեռ կան բավականաչափ խաղեր, որոնք իհարկե թույլ կտան Ինտերին էլ ավելի հաղթանակներ գրանցելու իրենց անվան դիմաց եւ վերջը հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է ծափարենք երկու թիմերին էլ 5-1 հաշվով առավելության ասավ Տոթենհեմը մրցակցի նկատմամբ ու վաստակեց իր հերթական 3 միավորը այս հանդիպման համար նախատեսել էինք այսքանը մեզ մոտ կարճատև դադար է որից հետո կշարունակենք